7 սուտ 3 օրում Բաքուն 7 անգամ մոգոնեց իբր հայկական կողմը կրակել է։ Հաջորդիվ կտրականապես մերժում է ստորագրել խաղաղության համաձայնեցված փաստաթուղթը։ Հայտնի է, որ 17 կետանոց այդ թղթի բոլոր կետերն են անխտիր, երկուստեք համաձայնեցված։ Հայաստանը համաձայնեց նույնիսկ միջազգային դատական հայցերի հետ կանչին ու եվրոպական դիտորդներին հայ-ադրբեջանական սահմանից հեռացնելուն։ Հիմա Բաքուն նոր պահանջներ է առաջ բերում ու էլի չի ստորագրում։ Չլսված բան է միջազգային իրավունքում, միջազգային հարաբերություններում։ Եվս մեկ անգամ ուշադրություն ենք հրավիրում Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշման վրա։ Այն է, որ արդեն համաձայնեցված տեքստի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելն է, Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունները վերացնելու համար։ Հաջիզադեն միաժամանակ ընդգծել է մեջբերում ԵԱՀԿ Միսկի խմբի եւ հարակից հնացած եւ անգործունակ կառույցների լուծարման անհրաժեշտությունը, ինչ նկատի ունի հարակից հնացած կառույցներ ասելով չի մանրամասնել։ Առաջ է գնացել, թե եթե հայկական կողմն իսկապես շահագրգռված է բացել տարածաշրջանում հաղորդակցությունները, ապա չպետք է խուսափի իր պարտավորություններից եւ գործնական քայլեր ձեռնարկի տարածաշրջանի նոր իրողություններին համապատասխան այդ հաղորդակցությունների բացման ուղղությամբ։ Վերջնագրերի ցանկ են դնում սեղանին հնդածած ռեժիմով խափում, թե Երևանը կրակել է հարավարևելյան ուղղությամբ, հենց այն հատվածն են մատնացույց անում, որտեղ ձգտում են Զանգեզուրի միջանցք ստեղծելուն։ Միաժամանակ կտրուկ մերժում են հրադադարը խախտելու հետաքննության համատեղ մեխանիզմի ստեղծումը։ Բարի կամք դրսևորելու եւ նման սադրանքներից հրաժարվելու փոխարեն հայկական կողմն առաջարկում է բարդ եւ գրեթե անիրագործելի նախաձեռնություններ, որոնք ոչ մի հիմք չունեն, ինչպես դա եղավ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների շուրջ 30-ամյա օկուպացիայի ժամանակ։ Հաջիզադեն այստեղ կանգ չի առնում, բացատրություն է նույնիսկ պահանջում։ Ասում է, եթե Հայաստանի կառավարությունը, ինչպես հայտարարում է վարչապետի գրասենյակը, իսկապես հավատարիմ է խաղաղության օրակարգին, տեղին կլիներ բացատրություն տալ, թե ինչպես է զանգվածային ռազմականացումը, այդ թվում հարվածային սպառազինության տեղակայումը սահմանամերձ շրջաններում ծառայում այդ օրակարգին։ Հաջիզադեն Բաքվի սպառազինվելուց ռազմական բյուջեն շեշտակի ավելացնելուց չի խոսում։ Չի ասում, թե ինչու են խափում, մանևրում խաղաղության համաձայնեցված տեքստը մի կողմ դրած նորանոր պահանջներ առաջ բերում։ Միջազգայնագետը չի մոռացել, միջազգային քրեական դատարանը որոշեց, որ Լաչինի միջանցքը պիտի բացվի, բայց Ալիևը այդ որոշումն էլ ուղիղ ոտքի տակ առավ։ Նույնիսկ եթե ստորագրեն այս համաձայնագիրը, պետք է որ երրորդ երկիրը, ես չգիտեմ այդ երրորդ երկիրը որը կլինի, նա ինքը պետք է երաշխավորը լինի, որպեսզի սեղանի վրա դրված եւ ստորագրված համաձայնագիրը կյանքի կոչվի եւ կողմերից որևէ մեկը հետ չքաշվի այն ստորագրելուց։ Հիմա երրորդ կողմը մենք չենք տեսնում, երաշխավորը չենք տեսնում։ Այս համապատկերում Բաքվի մեդիան հիմնականում իշխանական նոր պահանջների ցանկն է համալրում։ Ասում են հայկական կողմը պետք է ապահովի արևմտյան ադրբեջանցիների վերադարձն ու նրանց անարգել ելումուտը Հայաստան։ Ուզում են, որ Հայաստանը հատուցում վճարի Ադրբեջանին։ Պահանջում են, պետք է տեղի ունենա Հայաստանի ապառազմականացում եւ գնաց զենքերի հանձնում կամ վերադարձ։ Պետք է դադարեցվի Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի եւ պատերազմի մասնակիցների հերոսացումը։ Բաքուն է ուզում։ Էլ ինչ կուզի, Աստված գիտի։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։